Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ այսօր միասին պատրաստում ենք ձուկ, որ միառժամանակ լինի հայկական, գեղեցիկ, բայց նաև հետաքրքիր ու նոր շնչով։ Արդյունքում ստացվում է հիասքանչ ուտեստ, սիկ ձուկը լավաշով ջեռոցում։ Ամեն ինչ համադրվում է այնպես, որ վերջում ջեռոցից հանում ենք ոչ միայն անուշաբույր, այլ նաև տոնական տեսքով ձուկ։ Ձուկը մաքրելուց և լավ լվանալուց հետո սուր դանակով այսպես վրան շեղակի կտրվածքներ ենք անում, որպեսզի համեմունքները ավելի լավ թափանցեն մսի մեջ։ Որպեսզի համեղ ձուկ պատրաստենք, կարևոր է, որ ձուկը լինի շատ թարմ։ Այսպես շեղակի կտրվածքներ ենք անում բոլոր ձկների վրա։ Սիրելիներս, իմ ալիքում կա ձկան պատրաստման մի շարք հրաշալի բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ձուկը համեմելու համար ես վերցնում եմ ամենաշատ օգտագործվող համեմունքները՝ սև պղպեղ, աղ, կարմիր քաղցր պղպեղ, ինչպես նաև օսլա։ Օսլան ավելացնելու դեպքում ձուկը ունենում է ավելի ախորժելի կարմիր կեղև։ Այս ամենը մի լավ խառնում ենք և ձկները բոլոր կողմերից համեմում ենք։ Այս տարբերակով ձուկը մատուցելուց հետո ձեր տոնական սեղանը ավելի գեղեցիկ տեսք կստանա։ Համեմունքները ավելացնելուց հետո ձկները այսպես ձեռքով մերսում ենք, որպեսզի համերը համաչափ բաշխվեն։ Թողնում ենք այսպես մարինացվի առնվազն 1 ժամ, որքան երկար թողնենք, այնքան ավելի համեղ կստացվի։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Որպեսզի ձկները ստացվեն հյութալի և համեղ, մեջ դնում ենք կարագ, մի քանի կտոր կիտրոն և իհարկե թարխուն։ Հայկական թարխունի և սիկ ձուկը անբաժանելի բաղադրիչներ են, կարելի է ասել, որ ստեղծվել են իրար համար։ Այսպես նախապատրաստում ենք բոլոր ձկները։ Ձուկը ջեռոցում պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է նաև լավաշ։ Մեկ ձկան համար վերցնում ենք կես լավաշ և ծայրերից այսպես հավաքում ենք։ Մեջտեղի հատվածում դնում ենք ձուկը և ծայրերը ամրացնում ենք չոփիկով։ Չնայած որ դեռևս չենք պատրաստել, սակայն շատ գեղեցիկ և խոստումնալից տեսք ունի։ Նման ձևով լավաշի մեջ բարուրում ենք մնացած ձկները։ Տապակի վրա փռում ենք յուղաթուղթ և այսպես գեղեցիկ շարում ենք ձկները։ Վերջում ձկների վրա ցողում ենք թարմ կիտրոնի հյութ և որպեսզի լավաշը ստացվի խրխրթանք, ավելացնենք նաև ձեթ։ Ժամանակն է տապակը դնենք ջեռոցը։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 150 աստիճան։ Ձուկը պատրաստ կլինի 35-ից 40 րոպե անց։ Եթե ձեր ջեռոցը հզոր է և կասկածներ կան, որ ընթացքում լավաշը կայրվի, ապա օգտագործեք փայլաթիթեղ և 20 րոպե անց հանեք։ Ես փայլաթիթեղ չեմ օգտագործել և 40 րոպե անց ունեմ այսպիսի հրաշալի, գերգերազանց արդյունք։ Բույրը և տեսքը պարզապես արտակարգ է։ Մեկ անգամ ձուկը այս տարբերակով պատրաստելուց հետո վստահեցնում եմ, որ այս տարբերակին անդրադառնալու եք շատ անգամներ, շատ համեղ է ստացվում։ Ձուկը դրսից ստացվում է կարմրաթույժ և խրխրթան, իսկ ներսից շատ նուրբ և համեղ, իսկ չոր լավաշով արտակարգ համային համադրություն է ստացվում։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Եղեք առողջ և օրհնված։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ Զատիկ։